ասացի որ խոսքը խոսք է և կալուստը չի ուշանա դու ասացի խաղաղություն ձեզ մրգությունը չի ուշանա գիտենք որ առանց քեզ կյանք չկա ոչ մի բաց ճանապարհ ունայնություն ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ ողջ աշխարհը պիտի քեզանով ցնծա ողջ աշխարհը պիտի կանչի Մարանաթա Մարանաթա հալելույա Մարանաթա Մարանաթա հալելույա Մարանաթա ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ ողջ աշխարհը պիտի քեզանով ցնծա ողջ աշխարհը պիտի կանչի Մարանաթա Maranatha, hallelujah, Maranatha Maranatha, hallelujah, Maranatha Հավատում ենք Տերը գալիս է Վերջին մարտերն ենք մենք մղում Հավատում ենք վերջին օրին Վերջին պատերազմ ենք մղում Հավատում ենք որ հաղթել ենք վերջին այս մարդում ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ ողջ աշխարհը պիտի քեզանով ցնծա ողջ աշխարհը պիտի կանչի Մարանաթա Մարանաթա հալելույա Մարանաթա Մարանաթա հալելույա Մարանաթա ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ ողջ աշխարհը պիտի քեզանով ցնծա ողջ աշխարհը պիտի կանչի Մարանաթա Մարանաթա հալելույա Մարանաթա Մարանաթա հալելույա Մարանաթա Ամեն հալելույա Քո սիրով ինձ այցելել ես Փրկությունն ես պարգևել Քո գրկում գտել եմ ես խաղաղություն Եվ ամեն բանի համար Շնորհակալ եմ անսահման Նվիրում եմ ես իմ սիրտը միայն քեզ Երգում եմ շնորհակալություն Խաչի մահով ես մահացել Գովտրով ինձ պարգևել ես կյանքարիթյան Հիմա կարող եմ քո արյան Քո առջև կարամ արձակ Եվ կարող եմ նայել ուղիղ քո աչքերին Երգում եմ Parkes
Պատիվ արժանի է մեր Տերոջ, որ աննման Աստված է։ Մարք ենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, մարք ենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, ինչ մեծ ես դու, հրաշքներս կատարում, չկա մեկը քեզ նման, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներս կատարում, չկա մեկը քեզ նման, ամբողջ այս աշխարհում, մարդ ենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, մարդ ենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, ինչ մեծ ես դու, հրաշքներս կատարում, չկա մեկը քեզ նման, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներս կատարում, չկա մեկը քեզ նման, ամբողջ այս աշխարհում, ամբողջ այս աշխարհում, ամբողջ այս աշխարհում։ Հալելույա, Տեր, մեծարում ենք քեզ, դու դեր մեր ձեռքերը բարձրացնենք, ինչպես այս երգերի մեջ ասանք, եւ մեծարենք մեր Տերոջը, նրան, որ համբարձվեց երկինք, նստավ Աստծո այդ ձեռքի վրա, զորությանած ձեռքի վրա։ Քեզի մեծարում ենք մեր Տերը, որտեղ դա վայել է քեզ, դա արժանի է քեզ երկրպագում ենք մեր Տեր, որտեղ դու միակ Աստվածն ես, բացի քեզ ուրիշ չկա, բացի քեզ ով Տերով է, որ երկնքից իջած ելնի, մեր մեղքերի համար մեռած ելնի, կյանքը զոհած ելնի, եւ հետո վեր բարձրանա նորեն այդ տեղը, որ կար գրավի։ Միակ դու ես ով Հիսուս, Աստծո որդի, քեզի պաշտում ենք, քեզի մեծարում ենք այստեղում, այս վայրում Տեր փառավորվիր, այս վայրում մեծարվիր ով Տեր, մեր եկեղեցու մեջ շրջիր, մեզի դպչիր, մեր սրտի աչքեր բաց, որ քեզի տեսնենք այդպես որ կաս, քո զորությանդ մեջ, քո փառքի մեջ ով Տեր, քեզի մեծարում ենք, քեզ երկրպագում ենք Տեր, քեզի գովում ենք։ Հայր Աստված, դեպ քեզ եմ գալիս, խնդրում եմ քո որդու անունից, զորացրու դու մեր հոգիները եւ գործիր մեր մեջ ամենակալ քո օգնությունդ աջամ Տեր, թող իջնի ամենքիս վրա եւ սերդ աննման ու կատարյալ միշտ լեցվի մեր սրտերում, բարձրացնում ենք մեր ձեռքերը, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քո անունը, Հայր Աստված, բարձրացնում ենք մեր ձեռքերը,
որ մեզ կյանքի կոչեցի մեղքերից հավիտյան մեզ ազատեցի Գողգոթայի թանկ արյունով հրաշքներ գործող թագավոր ով է Տեր քեզ նման փառավոր օրհնվիր այս երկով որ քեզ ենք բերում հարկերի Բարձյալ դու արքան Բարձրացնում ենք մեր ձեռքերը Բարձրացնում ենք մեր ձեռքերը Մեծարում ենք քո անունը Հայր Աստված Բարձրացնում ենք մեր ձեռքերը Մեծարում ենք քո անունը Բարձրացնում ենք մեր ձեռքերը Բարձրացնում ենք մեր ձեռքերը Քեզ Հիսուս Հալելույա, հալելույա Քեզի մեծարում ենք մեր Տերն ու մեր Փրկիչը Քեզ երկրպագում ենք Հալելույա մեր ձեռքերը բարձրացրած ով Տեր իբրև նշան մեր երկրպագությանը մեր փառաբանությանը Քեզի պաշտում ենք Հալելույա դու որ բնակված ես փառքի մեջ որ այդ ձեռքի վրա նստած ամեն ինչի վրա թագավոր ես ամեն անունից ավելի բարձր ամեն իշխանությունից ավելի բարձր ամեն քո թշնամիներից ավելի բարձր չարի ուժերից հաղթել ես մեղքին ու մահին եւ մեզ համար փրկության ճանապարհ ես պատրաստել դեպի երկինք քեզ երկրպագում ենք քեզ երկրպագում ենք մեր Տեր Ուրախությամբ սպասում ենք քեզ Հիսուս մեր Տեր Հավատում ենք շուտով կգաս տանելու մեզ Հավերժության մեջ կտեսնենք երեսը քո ու կոչնենք քեզ կմեծարենք Աստծո քո Մարանաթա Մարանաթա Հոսաննաներ Աստծո գարի Արի Հիսուս արի Փրկիչ արի մեր Տեր Ուրախությամբ փոքր սիրով սպասում ենք քեզ Մարանաթա Մարանաթա Հոսաննաներ Աստծո գարի Արի Հիսուս արի Փրկիչ արի մեր Տեր Ուրախությամբ փոքր սիրով սպասում ենք քեզ Աչքն է պատրաստ արդարված է սուրբ զարդերով Գոզորությամբ սպասում ենք քեզ սուրբ անդերձով Կատարել ենք սուրբ ոսկերդ այս աշխարհում Արի Հիսուս կարոտել ենք չենք դիմանում Մարանաթա Մարանաթա Հոսաննաներ Աստծո գարի Արի Հիսուս արի Փրկիչ արի մեր Տեր Ուրախությամբ փոքր սիրով սպասում ենք քեզ Մարանաթա Մարանաթա Հոսաննաներ Աստծո գարի Արի Հիսուս արի Փրկիչ արի մեր Ուրախությամբ փոքր սիրով սպասում ենք քեզ Մարանաթա Մարանաթա Հոսաննաներ Աստծո գարի Արի Հիսուս արի Փրկիչ արի մեր Տեր Ուրախությամբ փոքր սիրով սպասում ենք քեզ Ուրախությամբ փոքր սիրով սպասում ենք քեզ Երբ որ նա ամպերով վերադառնա իմ աչքերով պիտի նրա դեմքին նայեմ Ուրախությամբ եւ փառք տալով Աստծո զավակին օդերի մեջ դիմավորեմ Ո ինչ մեծ փառք է, ինչ մեծ շնորհք է, երջանիկ հույս է, Տիրոջ
հավաքվեն Միասին պիտի պարավանենք Աստծո գարին արժանի է ամեն պարտի Հարսը պատրաստ է շուտով եկող Տեր Զարմար Սպասում եմ ուրախ եմ Որքան ուրախ եմ Հիշելով այս մեծ հույսը ցնծում եմ Ուրախ եմ որքան ուրախ եմ Հիշելով այս մեծ հույսը ցնծում եմ Ահա Տերը գալիս է ուրա որ սուրբերով վրեժտակների փողի ձայնով Հաստատելու եմ ինձ հարկավորություն և խաղաղություն երկրի վրա Օ ինչ մեծ վարք է, ինչ մեծ շնորհք է Տիրոջ կողմից ուրախ եմ, որքան ուրախ եմ Հիշելով այս մեծ հույսը ցնծում եմ Ուրախ եմ, որքան ուրախ եմ Հիշելով այս մեծ հույսը ցնծում եմ Ուրախ եմ, որքան ուրախ եմ Հիշելով այս մեծ հույսը ցնծում եմ Հիշելով այս մեծ հույսը ցնծում եմ Թույլ տվեք եթանք այսօրվա նյութի վրա Սերմնացանի առակը Մենք այս առակները լսացել ենք Ես ասամ Տեր Հիսուսը շատ ժամանակ առակներով էր խոսում Առակները որ Տեր Հիսուսն ասում էր հոգևոր խորհուրդներ նկարագրում էր Ճիշտ կարծես մատ ժապավենի նման, մատ ֆիլմի նման Էնես ներկայացնում է որ մենք կարող ենք խորհուրդները լավ հասկանանք եւ լավ իր ուզածը իմանանք Թույլ տվեք Տերոջ խոսքես մասամ մենք միասին նայենք Ուրեմն Մատթեոս ավետարան 13-րդ գլուխ 1-ից մինչև 9 եւ Տեր Հիսուսի այս սերմնացանի առակը մեկնաբանվում է 18-ից մինչև 23 համարը Թույլ տվեք ոտքի կայնենք իհարկան Տերոջ խոսքին միասին Տերոջ խոսքը նայենք Այն օրը Հիսուսը տանից դուրս գալով ծովի եզերքումը նստեց Եվ շատ ժողովուրդներ նրա մոտ ժողովեցան, մինչև որ նա նավը մտավ նստեց եւ բոլոր ժողովուրդը ծովեզերին կանգնել էր։ Եվ նրանց հետ շատ բաներ խոսեց առակներով ասելով, ահա սերմցանողը դուրս գնաց սերմ ցանելու եւ նա սերմելիս մի քանիսը ճանապարհի մոտ ընկան եւ երկնքի թռչունները եկան եւ կերան նրանց։ Եվ ուրիշները ընկան քարքարոտ տեղ, ուր շատ հող չկար եւ շուտով բուսան խոր հող չունենալու պատճառով, բայց երբ որ արեգակը արևը ծակեց, տաքացավ եւ որովհետեւ արմատ չունեին չորացան։ Եվ ուրիշները ընկան փշերի մեջ եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նրանց։ Եվ ուրիշները ընկան բարի երկրի վրա եւ պտուղ էին տալիս, որը 100 եւ որը 60 եւ որը 30 Ով որ լսելու ականջ ունի, թող լսե։ Տեր Հիսուսից երբ որ առակի մեկնաբանությունը աշակերտները խնդրեցին, այսպես ասավ. Դուք հիմա լսեցեք սերմցանողի առակը, այն ամենից որ արքայության խոսքը լսում է եւ չէ իմանում, գալիս է չարը եւ հափշտակում է նրա սրտի մեջ սերմածը։ Սա է ճանապարհի մոտ սերմածը եւ քարքարոտ տեղը սերմածը նա է որ խոսքը լսելիս շուտով ուրախությունով ընդունում է նրան, բայց արմատ չունի իր մեջ, այլ ժամանակավոր է։ Եվ երբ որ նեղություն կամ հալածանք է լինում այն խոսքի համար, շուտով գայթաղում է։ Եվ փշերի մեջ սերմածը նա է որ խոսքը լսում է եւ այս աշխարհի հոգսերը եւ հարստության խաբեությունը խեղդում է այն խոսքը եւ անպտուղ է լինում բայց բարի երկրումը սերմվածքը նա է որ խոսքը լսում է եւ իմանում որ եւ պտուղ է տալիս որը 100 եւ որը 60 եւ որը 30 Ուրեմն Տեր Հիսուս սերմնացանի առակն այսպես ասաց մի հատ անձնավորություն էր, որ գնաց սերմ ցանելու, ուրեմն այդ սերմերը որոշներ ընկան ճանապարհի վրա, ոմանք ընկան քարքարոտ տեղեր
Եվ երրորդ մասը ասում է որոշներն ընկան փուշերի ներսը։ Եվ չորրորդ մասն ընկավ մետեղ, որ լավ բարի հող կար եւ աճեց, ծլեց եւ 30, 60 եւ 100 արդյունք տվավ։ Աշակերտները Տերոջ մոտ գնացին, Տեր, այս առակը մեզ համար մեկնաբանի։ Ինք ասավ, որ այդ սերմը Աստծո խոսքն է եւ սերմնացանինքը Հիսուս Տերն էր, որ այդ խոսքը տարածում էր։ Ճանապարհի վրա ընկած հատիկները նրանք էին, որ մարդիկ որ լսում էին, բայց սրտները քար էր կամ անհավատությունով էին մոտենում եւ ասում է, երբ որ այդ հատիկը ընկավ այդպեսի ճանապարհի վրա ընկած հողի վրա, թռչուններ եկան դրան վերցրան ու կերան։ Երկրորդ մասը ասում է, որ այն հատիկն էր, որ ընկավ քարքարոտ տեղեր։ Ասում է քարքարոտ տեղեր ընկածները նրանք էին, որ ազնվորություններ, որ շուտ Աստծո խոսքը լսում են, բայց որտեղ տեղը հարմար չի, շատ արմատ չունի, երբ որ նեղություն ու դժվարություն է առաջ գալի, արևը ծակում է, տաքություն, որևէ նեղություն ու դժվարություն այդ խոսքի պատճառով առաջ է գալի, շուտով այդ խոսքը չորանում է եւ անարդյունք է մնում։ Երրորդ տեղը փուշերի ներսն էր։ Փուշերի ներսն էլ ինչ էր, ասում այս աշխարհի հոգսերը, հարստության խաբեությունը, գեղեցկությունը, հրապուրիչ կացությունը մարդկանց սրտերում չի թողնում այդ խոսքը արդյունքի աստե։ Չորրորդ տեղը այն բարի գետինն էր, որ ընդունեց, նվիրվեց եւ ասում է ոմանք 30, ոմանք 60 եւ ոմանք 100 ուրեմն ինչ բտող տվան։ Եվ այդ ձևով իմ քարոզն էլ ավարտվեց, որտեղ Տեր Հիսուս ինքը առակը մեկնաբաներ էր։ Բայց որոշ կետեր էլ կա, այսօր կարող եմ դրա կողքին ասեմ, աշակերտները ասան, Տեր, այս առակը մեզ համար մեկնաբանի։ Տեր Հիսուսն ինչ ասավ։ Ասավ արքայության խորհուրդները ձեզ տրված է։ Արքայության խորհուրդները ինչ էր։ Մի բան էր, որ նախորոք ծածուկ էր, բայց հիմա հայտնվել է։ Ասում արքայության խորհուրդները դուք գիտեք։ Մեր մեջ մեկը կա, որ արքայության խորհուրդները իմանա։ Մեքանի օքի իմանում են, լավ է։ Okay, շարունակենք միգուցե ամենս այսօր իմանանք։ Արքայության խորհուրդները ինչ էր։ Այդ երբ որ Տեր Հիսուս սա մեկնաբաներ, երբ որ ուզում էր երկինք եթար, աշակերտներին ինչ ասավ գիտեք որտեղ է մեր թում եւ ճանապարհը գիտեք։ Թովմաս առաջի բողոքողն էր։ Տեր, չգիտենք որտեղ ես եթում, ինչպես ճանապարհը գիտենանք։ Հիսուսն ինչ ասավ։ Ասավ ես եմ ճանապարհ, ես եմ ճշմարտություն, ես եմ կյանք եւ շարունակեց որ հոր մոտ եմ գնում։ Ուրեմն շատ པարզ էր։ Ես հոր մոտ եմ գնում եւ ես ճանապարհն եմ դեպի Հայրը։ Այսինքն ինչ, այսինքն եթե մի հոգի ուզում է հավիտենական կյանք ստանա, մենակ ճանապարհն է, որ հավատա Հիսուս Քրիստոս Աստծո որդուն։ Ուրեմն մենք այդ իմանում ենք, թե չենք իմանում։ Իմանում ենք։ Ուրեմն մենք էլ արքայության խորհուրդներն իմանում ենք։ Եվ ուրիշ ճշմարտություններ այդպեսի հայտնում է։ Հիմա գալով այս առակի մասին, այդ արքայության խորհուրդը ինչ էր, Տեր Հիսուս բացադրավ։ Այդ Աստծո խոսքը, որ քարոզվում է, մարդիկ որ ընդունակ են, ուրեմն այդ խոսքը իրենց կյանքում արդյունք է տալի։ Ուրեմն մենք իմանում ենք, մեկի վկայում ենք, Աստծո խոսքն ասում ենք, իր համար աղոթում ենք, հետո էլ տունա գնում, իր համար էլի աղոթում ենք, աշխատում ենք այդ խոսքն ավելի իր համար բացատրենք, մեկնաբանենք, որ լավ հասկանա, որ այդ խոսքը իրանց համար ինչ արդյունք բերի։ Ուրեմն մենք Աստծո արքայությունը իմանում ենք, Աստծո արքայության խորհուրդներն իմանում ենք։ Այսինքն եւ հազարավոր նման բաներ, որ ավետարանը խոսում է։ Այսինքն ավետարանի ճշմարտությունները այդ խորհուրդներն էր, որ Հիսուս Տերը մեզ համար բացադրել է։ Եվ դրա համար մենք իմանում ենք ինչպես կարող ենք երկինք երթանք եւ ինչպես կարող ենք ուրիշներին առաջնորդենք, որ նրանք էլ երկինք գնան։ Եվ այդ ձևով այսինքն հավատալ Հիսուսին, նվիրվել Հիսուսին, մեղքերի թողություն առնել եւ երկինք գնալ։ Հիմա գալով այս առակների մասին տեսնում ենք, որ սերմը Աստծո խոսքն է։ Տարբեր հողեր, որ կան ինչ է, մեր սրտի մարդկանց սրտի կացությունն է։ Այդ խոսքը իրանում կատարյալ է։ Ոչ մի դժվարություն Աստծո խոսքի ներսը չկա։ Մինչև ասած այդ խոսքի մեկնաբանությունը, փոխանցումը, քարոզելը, դրանք չեն արգելքը, որ մի հոգի փրկվում է, թե չէ։ Դժվարությունն ինչ է, մարդկանց սրտի կացությունն է։ Մեր ժամանակական մարդկանց սիրտը բռնված է անհավատությունով, բռնված է անաստվածությունով եւ հետո ոմանք էլ
առաջի մասն էր, ասում որ այդ քարքարոտ ճանապարհի վրա ընկած սերմը, որ սատանան մա թրջուրին նման գալիս, ասում այդ սերմը վերցնում է։ Ցույց է տալի, որ ինչ սատանան ուղղակիորեն Աստծո խոսքի հակառակ է։ Աստծո խոսքը, որ մենք խոսում ենք, վկայում ենք, այդ վկայության խոսքը սերմի նման է, գնում է որ մարդկանց սրտումը արդյունք բերե։ Սատանան առաջի գործը որ անում է, շուտ այդ խոսքը խլում է նրանց համար, որ չեն հասկանում այդ խոսքը, որ իրանց ասվում է։ Դրա համար Տեր Հիսուս երբ որ մի բան էր ասում, հարց էր տալի, արդյոք հասկացաք ինչ եմ ասում։ Որտեվ հասկանալը, կարծես այդ խոսքը երթվում մեր սրտում եւ սկսում է մեր սրտում արդյունք բերել։ Դրա համար կարևոր է, որ մենք Աստծո խոսքը հասկանանք։ Տեր Հիսուսի խոսքը լավ հասկանանք ու նվիրվենք այդ խոսքին։ Տեսեք, առաջի մասը սատանան եկավ խլավ, բայց երրորդ երեք հատ ուրիշ մասերը, մեկը քարքարոտ տեղն էր, մեկը փուշերի ներսը եւ մեկը բարի գետին։ Այս երեք հատ տարբեր սրտի կացությունները ցույց տալի, մարդիկ ցույց տալի, մարդիկ ու կանանք, որ նրանք Աստծո խոսքը ընդունում են, հավատում են, վերցնում են, բայց ոմանց համար այդ խոսքը ապարդյուն է լինում։ Այսինքն երկրորդ կացությունը, որ կա, դիմացին ընդունեց, մենք ոմանց վկայություն ենք տալի, շուտ ընդունում է, հավատում եմ, այո, ես էլ եմ քրիստոնյա, ես էլ եմ հավատում, ընդունում եմ Տերոջ խոսքը, ապաշխարում եմ Տերների մեղքերը, վերականում իր ճանապարհ ներդրումը, կամ մի փոք դժվարություն առաջ գալի, մի փոք նեղությունը գալի, ես չկամ։ Այսինքն ցույց է տալի, որ այդ խոսքը իր սրտում հոգում տեղ չի ճարում։ Եվ դրա համար կարևոր է, որ մենք Աստծո խոսքը հասկանանք եւ թույլ տանք Աստծո խոսքը մեր սրտում տեղ ճարե։ Եթե այդպեսի տեղ չճարե, համարյա թե լսելը բավական չի, եկեղեցի գալը բավական չի, Աստծո խոսքը լսելը բավական չի, մենակ ասես հավատում եմ, այդ է չի, այլ նվիրումը կարևոր։ Քո սիրտը պետք է բաց լինի, ընդունակ լինի, թույլ տաս այդ խոսքը քո սրտում հոգում տեղ ճարի, որ ավելի հետո կբացատրեմ, որ ինչ է կատարվում մեր կյանքում, երբ որ մենք ամբողջապես նվիրվում ենք Հիսուսին։ Ինչ Աստված, ինչ հոգևոր, ինչ հրաշալի գործ է մեր կյանքում կատարում։ Բայց սա եմ առաջնահերթ ասում, որ մարդիկ ընդունակ են, բայց այդ ընդունակության ձևը կերպը կարևոր է, եւ դրա համար սիրելիս դու Աստծո խոսքը լսում ես, միայն մի ուրախանացրալու որ եկեղեցի, այո, այս առիթը բախտավորություն է, Էսիկ մատ օշություն է, որ Տերոջ խոսքը լսում ես, բայց հետևանքն էլ պետք է շարունակը ունենաս։ Հետևանքը ինչ է, որ թույլ տաս այդ խոսքը քո սրտումը տեղ ճարի, այդ խոսքը հասկանաս, խոսքի մեկնաբանություն հասկանաս, որտեղ քո հավատքը Աստծո խոսքի վրա լինի։ Եվ այդ ժամանակա որ կսկսի արդյունք տալը։ Շատերը կան, այդպեսի սկզբում զգացմունքներ են հայտնում, սեր են ցույց տալի, հավատք են ցույց տալի։ Հիշում եմ ընտանիք էր եկան նստել որ քարոզում էինք, եկան ասել եղբայր Արմիկ բերեն այսքան քիչ ժողովուրդ, այդպես լավ էս քարոզում, դա շատերը գան, էտա զենքով հրացանով բերենք, պետք է բերենք, օքեյ։ Որոշվեց այդան զենքով հրացանով մարդկանց բերին գնացի իրանք էլ չեկան։ Այսինքն մատ զգացմունքային խնդիր է, լավ է, ավետարան լավ է քարոզում, մարդիկ պետք է գան, բայց աշխարհիկ կացություն ասում է, այն լայն ճանապարհ է, որ շատերին դուր է գալի։ Շատերը ճանապարհը հավանում են, իրանց սրտով է, իրանց ուզածով է աշխարհիկ ապրել այդ ձևը, բայց դրա արդյունքն ինչ է, դժոխք է։ Բայց նեղ ճանապարհով գնացողները նրանք, որ գալիս են, նվիրվում են, հնազանդում են, թույլ են տալի Աստծո խոսքը իրանց կյանքում տեր լինի եւ մատ տեր ունեն, որ ուզում են Տերոջ կամքի համաձայն ապրեն։ Եվ այդիկ շատերը իրանց համար կարելի հաճելի չի։ Եվ ասում այդ ճանապարհում գնացողները քիչ են։ Այսինքն չի ուզում թիվ խոսել, նոր Bible Study-ում խոսեցինք, բայց դա ուզում զգուշացնել, որ դու ինչպես ես Աստծո խոսքը լսում։ Այնես լսի, որ այդ խոսքը քո սրտում, կյանքում արդյունք բերե։ Երրորդ ձևն ինչ էր, տեղը որտեղ էր, փուշերի ներս ընկած սերմներ։ Այդ ազնվորությունը ընդունեց, նվիրվեց, հավատաց, եկավ եկեղեցի, բայց տարբեր խնդիրներ կար, կյանքի հոգսերը, ապակայի խնդիրները, աշխարհքը, փող ունենալ, հաճույքով ապրել, շատ երազանքներ, խանգարում էին, որ այդ խոսքը
այդ ազնվորության կյանքում 100 արդյունք չբերե։ Եվ այդ որ ամեն մեկը մեզ համար զգուշություն է։ Մենք զգուշ ենք, որ եթե եկել ենք, եթե նվիրվել ենք, եթե 10 տարի, 5 տարի, 20 տարի հավատացյալ ենք, դրանով չբավարար, մենք զգուշ ենք, որ աշխարհի խնդիրները մեզի այնեն չբռնի, որ այդ խոսքը մեզանում անարդյունք մնա։ Ուրեմն Տեր Հիսուսի խոսքը մատ զգուշություն է, հարատև մենք մեզ ստույգենք, չեք անենք, մեր հավատքը ճիշտ է, օրհնյալ է, հաստատ է, հավիտենական է, ցանցյալ անգամ քարոզեցին, որ Տերն ասում է, ես եմ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածը։ Այսինքն ինչ Իսահակն ու Աբրահամն ու Հակոբի մոտ սաղ են։ Ես տարիներ առաջ իրենց այդ ընկերությունն հիմա էլ շարունակվում է։ Ես այս արդիվեն անգամ քարոզեցի։ Մեր կապը Աստծո հետ առանց խզվելու է, առանց ջոգությունով է, հարատև է, մշտենջնավոր է եւ հավիտենական է։ Այսինքն Աստված քեզ այդ ձեր ատվի միջև վերջ կա, որ իր աստվածային փառքին ես դու էլ մասնակից ելնես։ Տեր Հիսուսն ասավ, որտեղ որ կամ, ուզում եմ իմ հետևորդներս էլ այնտեղ լինեն։ Այսինքն այդտեղ սկսում է, մինչև հավիտյան շարունակվում է։ Եվ այդ որ մահը այդ կապը չի խզում։ Մահը մենակ ձևուկերպն է փոխում։ Մենք մեր մարմինը թողնում ենք հոգով Տերոջ մոտ է գտնում մինչև այն փառավոր օրը, որ հավիտենական մարմինը մեզ կտրվի։ Կարող ենք հալելույա ասենք։ Այս փառավոր կացությունն է, այս օրհնյալ կացությունն է, որ Տերը մեզ համար պատրաստել է։ Ուրեմն էսի բացառիկ մի հատ կացությունն է, որ մեր կապը Տերոջ հետ հավիտենական կապ է։ Եվ այդ ձևով հիմա ասա, երբ որ այդ խոսքը գալիս է մեզ համար, մեզ զգուշացնում է։ Զգույշ ես, դու մատ փառավոր կոչում ունես, մատ հավիտենական կոչումի տեր ես։ Դու մի թիվում սկսել ես Տերոջ հետ ապրես, այդ կապն սկսել է, արդեն դու Աստծո զավակ ես։ Եվ Տերը տեսնում է, դու Տերոջ հետ մատ հարատև կապի ներսն ես։ Դրա համար ասում միշտ աղոթեք, հարատև աղոթեք, ամեն ժամանակ աղոթեք, եւ այդ կապը մշտենջնավոր է։ Եվ ըստ փակագծիներ ես քաջարժում եմ, որ եթե երբեմն առիթ չես անում աղոթելու, մի այդպես ասա լավ, հետո 1 ժամ, 2 ժամ կաղոթեմ, այդ րոպեին սկսի փառաբանելը, Տերոջն օրհներկելը, այդ կապը նորոգի, կապը միշտ Աստծո հետ հարատև շարունակի, որտեղ այդ կապն է, որ մինչև հավիտյան կմնա։ Եվ այդ կապը աշխատի միշտ օրհներկությունով, փառաբանությունով, աղոթքով թարմացնես, թարմ պահես եւ ժամեր էլ կա որ անձնական մնաս Աստծո ներկայությամբ, ծունգի գաս աղոթես, իրան ժամ տաս, իրան ներկայության մտածես, դա էլ գերազանց է։ Եվ այդ ձևով քո կապը հաստատ պահի։ Հիմա այդտեղում գալիս է որ այդ երրորդ գետինը, որ մետեղեր փուշեր կային, փուշեր ալճում էին եւ այդ սերմ ուզում խեղտեին։ Դա գզգուշություն է, որ ես ու դու միշտ մեզ ստույգ ենք, չեք անենք մեզի։ Արդյոք աշխարհի խնդիրները ինձ շատ չեն բռնե, արդյոք աշխարհի մտածելակերպը այնը չեն անում, որ այդ խոսքը ինձ անարդյունք ելնե։ Եվ արդյոք ես ամեն օր այդ սերտ կապիներս Տերոջ հետ շարունակում եմ եւ այդ առակը մեզի զգուշացնում է, որ այդ դրանք անդադ ստույգելով ճիշտ կացությանը գանք։ Չորրորդ գետին ինչ գետիներ, այն բարի գետիններ։ Բարի գետինում սերված հատիկը ինչ եղավ, ոմանք 30 արդյունք տվան, ոմանք 60, ոմանք 100։ Այսինքն ինչ, այսինքն եկեղեցում Աստծո արքայության ներսը ամենը այդքան նվիրված չեն, որ 100 պտուղ տան։ Ոմանք 30 պտուղ տան, ոմանք 60, ոմանք 100։ Ուրեմն տեում էլի մատ մեզ համար զգուշություն է, ես այդ որ լեվելին երցնեմ։ Արդյոք այդ կացությանը, որ 100 իմ կյանքում պտուղ գա, կամ 30-ով էլ բավարարվում եմ։ Հիշում եմ տարիներ առաջ մատ եկեցում ծառայում իմ, մատ պարսկախոս քույրերից էր, միշտ կասեր տես, ես այդ փրկվեմ ու դրախտի դռնապահն էլ եմ համար սերիք է։ 30-ով բավարարվում է։ Եվ մեկն ասեց, այո, այս աշխարհը շատ խնդիրներ ունի, դժվար է հավատքը պահել, հենց այդ փրկվեն հերիքա։ Ես պատաժամ քարոզում եմ, որ այնտեղ էլ հոմլեսներ կունենանք։ Մեկերը որ հոմլես են, ոչինչ չունեն, դադար ձեռքով փրկվել են ասրա երկինք, բայց ոմանք ժեներալների նման առատ ձեռքով հարուստ մեկեր, վիլաներ կունենան, եւ այդ դայս որը մեկներ ունեցա մեզ էլի շեքն։ Այո, երբ որ այդ նվիրումն ունենաք ընդդեմ երկնքում
թակեր կա մեզ համար։ Տեսեք, շատ ժամանակ ասում են հավասարությունը արդարություն չի, արդարությունը հավասարություն չի։ Մեկը դա չի գործում, մեկը դոկտորը ամենը մեծ լեվելի ապրեն։ Աստծո արքայությունը արդարություն, այսինքն ամեն անձնավորություն իր նեղությունների ու հավատարմությունների համաձայն վարձ կառն է։ Էտա որ մեկը մեկ անգար, մեկին երկու անգար, մեկին 5 անգար, տարբեր լեվելներ կա։ Եվ այդ ձևով այո, մենք ուզում ենք լավագույնն ենք, ուրեմն այդ քարոզումը 30, 60, 100 քեզ համար է չափանիշ տալի, որ դու որն ես ընդունում։ Ինչքան նվիրված ես Աստծո արքայությանը։ Աստծո արքայության համար ինչ ես անում։ Արդյոք 30 60 կամ 100 արդյունքի կարժանանաս։ Այս առակն ուրեմն այդպեսի մեզի մղում է, որ այդ ուղղության գանք, բայց մի հատ կարևորագույն խորհուրդ գիտեք ինչ է, երբ որ հատիկը ցանվում է, ես ձեզ մի հատ հարց տամ, մի հատ ծաղկամանում, հա, գանք մի հատ ծորենի հատիկ ցանենք, այդ ծորեն ծլի բարձրանա, ծաղկամանի ձևակերպը կստանա, ծաղկամանի այդ բովանդակությունը, որ ներսը կա, այդ քուդը բան, որ կա, տրան նմանությունը կստանա կամ այդ սերմի հատկությունը կստեղծվե։ Ընդհանրապես այդ ինչ հատիկ ինչա ցանվե, եթե ծորենա ծլում, եթե սիսերա ծլում, եթե խնձորի ծառերլի խնձորի ծառ կծլի, չէ։ Այսինքն այդ խոսքը, այդ սերմը իր բնությունը հայտնաբերում է։ Հիմա ես ասեմ, Աստծո խոսքը մեր սրտում ցանվում է, աճում է, ով է աճում։ Ես ու դու ենք հոգևորապես աճում, մենք ենք մեզ գիտության հասնում, կամ Քրիստոսն է մեզանում սկսում ձևակերպվել։ Այս շատ կարևոր հոգևոր խորհուրդ է, որ ամբողջ Պողոս առաքյալի գրվածների ներսը այդ շեշտվում է։ Ասում ես աղոթում եմ, որ Քրիստոսի կերպարանքը ձեզանում ձևակերպվի։ Ռոմացիս 8-րդ գլուխ 28-29 համարներ ինչ է, ասում Աստված նրանց որ նախորոք սահմանեց, նրանց իր որդու կերպարանքով ձևակերպեց։ Այսինքն ինչքան մենք հոգևորապես, այսինքն ապրում ենք Հիսուսի հետ, այդ խոսքը աճումը Քրիստոսի մեզանում Երևան է բերում։ Այսինքն մենք մեկ կերպով Քրիստոսանման ենք լինում։ Ինչպեսով, երևույթով, չէ։ Վարքով, մտածելակերպով, սերով, ներելով, համբերությունով, քաղցրությունով, ժուժկալությունով եւ էտիկ Սուրբ Հոգու պտուղներն է եւ Քրիստոսանմանությունն է Երևան գալի։ Ինչքան կարեւոր է։ Այսինքն Աստված մեր ծրագիրը մեր կյանքում ունի, որ այդ ծրագիրը հարատև առաջ է գնում, որ մեզի Քրիստոսի նման սարք է։ Այսինքն այդ խոսքը մեզանում աճում է, Քրիստոսին է Երևան բերում։ Հովհաննես ավետարան առաջի գլուխ ինչ ասում, ասում է բանը մարմին եղավ եւ մեր մեջ բնակվեց։ Աստծո խոսքը, այդ լոգոսը բնակվեց մեր մեջ, Քրիստոս Երևան եկավ։ Այսինքն Մարիամը Աստծո խոսքը ընդունեց իր արքանդի ներսը եւ Քրիստոս ծնվեց։ Եվ այդ խոսքը մեզանում էլ բնակվելով Քրիստոսը Երևան գալի։ Քրիստոսի նմանությունն է Երևան գալի։ Դրա համար Պողոս առաքյալը Կորինթացիս եկեղեցուն գրում է ինչ, ասում է ես ցավերով ձեզի ծառայում եմ ու հարատևում եմ աղոթի ներսը, որ դուք Քրիստոսի կերպարանքը ընդունեք, նրա նմանությունը ընդունեք։ Եվ տարբեր համարներ կա, որ մենք աստվածային բնությունով ծնվում ենք, որ Աստծո պատկերի ձևակերպն առնենք։ Ուրեմն այս կարևորագույն թեման կա, որ երբ որ Աստծո խոսքը մեզանում սկսում աճել, Քրիստոս սկսում է մեզանում գոյանալ, ավելի Երևան գալ, ավելի պարզվել, նրա սերը, նրա հատկությունները, նրա համեստությունը, նրա խոնարհությունը։ Պողոս առաքյալն ասում է Փիլիպպեցիս թուղթում, ասում մենք Քրիստոսի միտքն ունենք, yani Քրիստոսի նման ենք մտածում։ Քրիստոսը ինչպես էր մտածում։ Շահասեր չէր, ինքնասեր չէր, ինքնահավան չէր։ Կարող էր ամենին սերով ընդունել, սերով վարվել, խոնարհությունով վարվել։ Ասում է Քրիստոս իրան դադարգեց, իր աստվածային փառքը թողեց։ Ծառայի կերպարանք առավ, որպեսզի մեզի իր աստվածային փառքով լեցնե։ Ուրեմն, երբ որ մենք ժամ ենք տալի Տերոջը, Ժամ ենք տալի Աստծո խոսքին եւ թույլ ենք տալի այս խոսքը մեզանում աճի։
Չենք իրավունք տալի աշխարհիկ խնդիրները, այս խոսքը տպավորելով արգելք դառնա կամ խեղդի այդ խոսքին, երթալով Քրիստոսի նմանությունը մեր կյանքում Երևան է գալի։ Եվ այդ կապ ունի, որ մենք ինչքան ենք նվիրվում այդ խոսքին, ինչքան ենք կարևորություն տալի այդ խոսքին, ինչքան ենք ժամ տալի այդ խոսքին։ Եվ այդ ժամանակ, որ ժամ ենք տալի այդ խոսքին, այդ խոսքը սկսում է մեզանում ուժեղանալ, ձևակերպվել եւ մեզի ներսից ինչա փոխում է եւ Քրիստոսի նմանությունը մեզանում ստեղծում է։ Տեր Հիսուսն ասավ, ես եմ որդը, դուք իմ ճյուղերն եք, ես մևի ծառն եմ, դուք ճյուղերն եք։ Մատ մևի ճյուղ երևակայեք, երբ որ սկսում է լավ հաստանալ ու աճել, ճիշտ մևի ծառի նման այլում։ Այդպես չէ։ Այսինքն մևը սկզբում որ սկսում է աճելը ճյուղեր ունի։ Ժամանակի ընթացքում ճյուղերն հաստանում է ճիշտ մևի մի մասից են կազմում։ Նույնությունով մենք Քրիստոսի նմանությունն ենք ընդունում։ Հիմա երբ որ մենք Քրիստոսի նմանությունն ընդունենք, երևակայեք մենք ելյունոքի ելնենք, մենք ելյունս լինենք համեստ, լինենք սերով, լինենք քաղցր, լինենք ժուժկալ, լինենք բարի, լինենք ուրախ, այդ մենք ելյուն ասած հավաքույթի ներսը քաշքշոս կելնի, ջոգություն կելնի, խռովություն կելնի, չի լինի հետ, որտեղ ամեն Քրիստոսի նման է։ Եվ Տերոջ ծրագիրն էդիա, որ աշխարհը ձևով փոխե եւ Աստված սրանով է հետաքրքրված, որ դու որքան Տեր Հիսուս Քրիստոսի հատկությունը քեզանում ձևակերպել է։ Քո քարակտերը արդեն Քրիստոսի ձևակերպն աստացի։ Քո ազնականությունը, քո վարվելակերպը, քո մտածելակերպը։ Քո մտածելակերպը, եթե շահասեր է, ցույց է տալի, որ այդքան չես աճի։ Այդ կարելի է 30-ի շարքին ես։ Չես թողնում այդ խոսքը քեզանում շատ աճի։ Եթե քեզանում շատ քաշքշոցներ կա, նախանձներ կա, աշխարհիկ հատկությունները քեզանում շատ է, միգուցե 30 եւ այդ 30-ից էլ մեկ անկամոտ կացության ես։ Բայց եթե չէ, դրանից ազատվում ես, էթալով փոխվում ես, մտածելակերպը, մոտեցումները, քո երազանքները, այդ քո քարակտերը Քրիստոսանման է եղել, ցույց է տալի, որ դու աճում ես եւ ցույց է տալի, որ երթում ես այդ 100 արդյունք նպատողը տաս։ Ուրեմն շատ կարևոր է սիրելիներս, որ մենք թույլ տանք Աստծո խոսքին, ժամ տանք Աստծո խոսքին։ Այսինքն մատ կրոնական մոտեցում չի, մատ հոգեվորապես աճում չի, տրանցի շատ վեր է Քրիստոսի նմանությունն է մեզանում Երևան գալի։ Եվ երբ որ մենք երկնքում ելնենք ամենս այդ բնությունով, սերով, բարությունով, քաղցրությունով, նվիրումով, խոնարհությունով ձևակերպված հավիտենականությունը խոնարհների տեղն է, հավիտենականությունը նրանց տեղն է, որ Քրիստոսանման է։ Հալելույա։ Այսինքն սկիզբը հավատքով է սկսում, բայց ընթացքը Տերը հրաշալի ձևով մեր կյանքում առանց որ մենք իմանանք, մատ քար որ ընկնում է գետաջուրի ներսը, 1-2 տարի հետո նայում ես այդ քարը ինչքան ասած տաշում է, մենք կարիք ունենք այդ տեսնենք եւ այդ խորը նվիրում է բերում։ Իման մեկ շատ ավելի մատ աղոթելուց ու մատ ասած սուրբի կարդալուց ավելի գերազանց, մատ խորը նվիրում Տերոջը, որ Քրիստոսը քեզանում ձևակերպի եւ մարմինակն է։ Դու դվեք գլուխներս խոնարհեցրած աղոթելով, այդպեսի նվիրվենք Սուրբ Հոգուն, որ մեզի տաշում է, մեզի փոխում է, մեզի ազատում է, բայց առաջնահերթ մեզի Աստծո արքայության զավակ է դարձնում։ Այդ մուտքն է, այդ սկիզբն է։ Տալիս է քեզ մեղքերի թողություն, քո անուն Աստծո Տեր Հիսուսի գրքում գրվում է, դու Աստծո զավակ ես, Աստծո ընտանիքի անդամ ես, այդ սկզբում լինում է։ Բայց ընթացքը, երբ որ Սուրբ Հոգու համակայլում ես, էթալով մատ հոգևոր խորը նպատակ է Սուրբ Հոգին հետևում քո կյանքիդ ներսը։ Առանց որ դու իմանաս, առանց որ նկատես, առանց որ տեսնես այդ արդյունքները սկսում է աճել, Քրիստոսի նմանությունը քեզանում օրստորե Երևան է գալի։ Դրա համար Պողոս Արաքյալն ասում է, երթալով, թե մենք մարմնապես կարելի է ծերանանք, մարմնապես տկարանանք, բայց երկնային փառքն ենք ստանում, Քրիստոսի նմանությունն ենք ստանում։ Ես կասկած չունեմ, որ եթե
մի հատ հավատացյալ, որ տարիներ Տերոջմով է, մի պահ կա այսօրվա իր վարվելակերպն ու մտածելակերպը 30 տարվա առաջվա հետ համեմատի կտեսի շատ է փոխվել։ Եվ ընդ այդ որ Սուրբ Հոգու գործնա որ տենց խորն ու մնայուն մատը որ կերպում ատարի որ մենք Քրիստոսի նմանություն